գլխաշորի խոստացածս գլխաշորի մասին։ Գլխաշորը քաղաքական իսլամի սիմվոլն է։ Եվ Թուրքիայում պետք է մեր հասարակությունը իմանա օրենքով արգելվում էր կանանց կամ աղջիկներին գլխաշոր կրած մտնել օրինակ համալսարաններ, օրինակ քաղաքապետարան, պետական հաստատություններ եւ օրինակ համալսարանների մուտքերի մոտ ոստիկաններ են կանգնած, եթե գլխաշորով ուսանողու էր գալիս, նրան չէին թողնում մտնի, եթե գլխաշորը չէր հանում, նա հեռացվում էր համալսարանից։ Օրհան Փամուկի էլի հիշեցի Օրհան Փամուկին գրքերից մեկը հենց այդ մասը գլխաշորով ուսանողուիների մասին, որոնք ինքնասպանություն են գործում, քանի որ համոզում են սովորեն, ամ չեն կարողանում գլխաշորն էլ պատրաստ չեն հանել։ Այսինքն գլխաշորը այդպիսի սիմվոլ։ Եվ Էրդողանը այստեղ ինչ խաղ արեց, այսպես ասած։ 2007 թվականին Թուրքիայում նախագահի ընտրություններ էին խորհրդարանում, լրացել էր ժամկետը նախագահի, որը նախկինում Սահմանադրական դատարանի նախագահն էր, այո։ Եվ իշխող ուժը, քանի որ խորհրդարանում ուներ մեծամասնություն եւ խորհրդարաններ ընտրելու, գնաց այսպիսի վաբանկի։ Դրանպես Էրդողանը իր քաղաքական կյանքում բազմաթիվ վաբանկերի է գնացել, եւ նախագահի տեխնացու առաջադրեց փոխվարչապետ ու արտգործնախարար Աբդուլլա Գյուլին, որի կինը գլխաշոր էր կրում։ Գլխաշոր է կրում նաև Էրդողանի կինը։ Եվ Էրդողանը ասեց, ես զիջում եմ անում, ես չեմ առաջադրվում, Աբդուլլա Գյուլն է առաջադրվում, որը ի տարբերություն մի քիչ ավելի մեղմ էր։ Եվ բանակը ոտքի կանգնեց, որ չի կարող, դեռ Սահմանադրական փոփոխությունից առաջ չի կարող Թուրքիայի առաջին տիկինը լինել գլխաշորով։ Եվ օրենքը արգելում է գլխաշորով մտնել նախագահական պալատ, ինչպես կարող է նախագահի կինը չմտնել նախագահական պալատ, այսինքն իրոք փակուղի է, եւ այստեղ Էրդողանը կրկին իսլամի ու եվրոպական արժեքների այսպես ինչ որ մի սինթեզ արեց։ Ասեց իսլամով մեր մայրերը ու քույրերը, աղջիկները իրավունք ունեն գլխաշոր կրել, դուք իրավունք չունեք դա հանել, լավ, եթե փոխել եք եվրոպական մարդու իրավունքների, մարդը ազատ ուզում է գլխաշոր է կրում, ուզում է չի կրում, ուզում է ինչպես ուզում է անում է, այսինքն սա մարդու իրավունքների խախտում է եւ գնաց առճակատման։ Առճակատումը ավարտվեց նրանով, որ չնայած որ Գյուլը խորհրդարանի կողմից ընտրվեց նախագահ, Սահմանադրական դատարանը չեղարկեց ընտրությունները, Էրդողանն էլ գնաց վաբանկ, ասեց ցրում եմ խորհրդարանը, գնում ենք արտահերթ ընտրությունների։ Ու լոզունգը դա էր, որ մեր իրավունքները մենք պետք է պաշտպանենք, իր հիմնական լոզունգը այսպեսին էր. կանգնել չկա առաջ, այսինքն ես չեմ ընկրկում, գնում եմ առաջ։ Եվ ել եմ ասում, այդ քաղաքական ֆորտունան իր կողմից էր, որտեղ նա այսպես ասած բռնել էր այդ ֆորտունային, եւ ընտրություններում ավելի շատ ձայն ստացավ։ Եթե նախորդ ընտրություններում 34% էր, ապա 2007 թվականի ընտրություններում 46% ձայն ստացավ, եւ կրկին միանձնյա ձևավորեց խորհրդարան ու կրկին Աբդուլլա Գյուլին առաջադրեց նախագահի պաշտոնում ու ընտրեց նախագահ։ Ու Աբդուլլա Գյուլի գլխաշորով կինը Հայրին Հյուսակ Գյուլ անունով կոտրեց շատ կարևոր մի տաբու։ Առաջին տիկինը գլխաշորով է, որտեղ Աթաթուրքի պալատում Աթաթուրքի ստեղծած աշխարհիկ պետության կենտրոնում գլխաշորով կինն է, որը չտեսնված բան։ Եվ ինչ սկսվեց։ Բանակը արդեն մարտահրավեր էր նետված, կամ պետք է հեղաշրջում աներ, կամ ինչ-որ քայլեր աներ։ Ինչ արեց բանակը։ Հեղաշրջում անել չկարողացավ։ Ինչ-որ հայտարարություններ արեցին, իրենց ինտերնետ կայքում մի պահանջ դրեցին, շատերը ձևակերպեցին, որ սա ինտերնետային հեղաշրջում պետք է լինի, որտեղ հեսա պահանջ են դրել, ինչպես նախորդ հեղաշրջումների ժամանակ եւ այլն։ Դա չեղավ, բանակը սկսեց փոքր քայլեր անել։ Ընդունելությունների ժամանակ նախագահին չէին ասում իմ նախագահ, ուղղակի ասում էին նախագահ։ Առաջի տիկինը մտնում էր մեջքով էին շուր գալ։ Այսինքն այս ոչ ինչ որ բաներ, իսկ առաջին տիկինն էլ այդ Աբդուլլա Գյուլի կինը մեղմ ճանապարհով կարողացավ գլխաշորը տանել առաջ, ինչպես օրինակ նա պատվիրում էր ամենահայտնի բրենդներին գլխաշոր, ոչ թե ուղղակի սև գլխաշոր, այլ մոդայիկ, չեմ Կրիստիան Դիոր եւ այլն ինչ գլխաշոր, եւ տենց մտնում էր հասարակության մեջ, եւ դա մոդայիկ էր դարձնում, այսինքն իր այդ բրենդային գլխաշորը 10 օր հետո fake ոչ օրիգինալ
տեսքով կրում էին ուսանողուհիներ, որոնք նույնիսկ իսլամամետ չէին, բայց մոդա էր, այսինքն եւ այդ գլխաշորով գնաց Անգլիայի թագուհի Ելիզավեթ II-ի հետ հանդիպելու եւ այսինքն տաբուներ էին կոտրվում ու երևում էր, որ ժողովուրդը արդեն տեսնում էր, որ բանակը պիտի քայլ անի, բայց կարծես թե չի կարողանում։ Եվ ժողովրդի մեջ, քո ասած այդ նախորդ հարցին, փոխվեց բանակի կերպը, այսինքն այդ Մեհմեդջիկը դարձավ միայն ռազմադաշտում հարգելի, հարգանքի արժանի, բայց ժողովուրդը ընկալում էր, որ բանակը այլևս քաղաքականության մեջ պետք է տեղ չունենա ու առաջ եկավ այդ հայտնի լոզունգը բանակ վերադարձիր զորամասեր։ Այդ 16 թվականի անհաջող հեղաշրջումն է երևի։ Այո, դա արդեն կարելի ասել վերջն է։ Այսինքն բանակ վերադարձիր զորամասեր, որտեղից վերադարձիր։ Քաղաքականությունից դուրս արի, վերադարձի զորամասեր։